Իմ շատ սիրելի ժողովուրդ, տեսնում եք, մենք ուզում ենք ուտել, այո, եւ չի համբերում, թե ինչպես կարող ենք մենք ուտել։ Պետք է արագ ուտենք, որովհետեւ շատ է սիրում մեր կուկուսը, շատ։ Իհարկե, ժելե։ Սիրելի իմ ժողովուրդ, ժելեն իհարկե սպիտակուցներ է կենթանական, որը շատ առողջարար է։ Շատ առողջարար է, թույլ չի տալիս, որպեսզի ես իրեն օգնեմ, որպեսզի չկեղտոտի իրեն, սիրելիներս, օգտագործում ենք ժելե։ Շատ հաճախ մարդիկ մտածում են, ինչու իրենց հոդերը, ինչու իրենց ոսկրերը, շատ ավելի ամուր չի, տարիների ընթացքում կորցնում է իր ամրությունը, իսկ դուք օգտագործել եք ժելե, եթե ոչ, ապա անպայման օգտագործեք, որովհետև այն ոչ միայն սպիտակուցներ է, որը որ ձեր էներգիայի քանակն է ապահովում, այլ այն ոսկրերի համար, հոդերի համար, կարելի ասել հոդերի ներսում գտնվող հեղուկի համար շատ անհրաժեշտ է, որովհետև եթե հոդերի մեջ հեղուկը պակասում է, ապա ոսկրերը իրար քսվելով, իրար հետ շփվելով բերում է խնդիրների եւ մենք ունենում ենք արդեն օստեոֆիտներ եւ ցավային զգացում։ Դրա համար սիրելիներս, տեսնում եք, մեր կուկուսը հերթ չի տալիս ինձ, որպեսզի ես իրեն տամ։ Օգտագործենք այն, ինչ որ մեր օրգանիզմին շատ առողջարար է։ Սիրելի իմ ժողովուրդ, օգտագործում ենք այս հրաշալի ժելեն, որը կարող եք իհարկե գնել խանութներից, սուպերմարկետներից եւ մրգային դուք ինքներդ ձեր տանը պատրաստել, շատ հեշտ է պատրաստում պակետների վրա կամ կիլոգրամով։ Դուք ուղղակի կարդում եք ինչպես է այն պատրաստվում, մրգերը լցնում եք մեջը, որից մի տարայի մեջ ապակյա եւ ավելացնում տաք եռման ջրի մեջ խառնած ժելեն եւ սառնարան դնելուց մի քանի ժամ հետո կտեսնեք ինչքան համեղ է, իսկ ամռանը այն ուղղակի անգնահատելի է, սիրելիներս, տեսնում եք ինչպես է օգտագործում մեր կուկուսիկը, նա շատ է սիրում է այն, ինչ որ բնական է, սիրում է վիտամիններ, սիրում է միկրոէլեմենտներ, իսկ իր մկանների ամրության համար անպայման պետք է դոնդող, այսինքն ժելե, որպեսզի ամբողջ մկանային համակարգը ամուր լինի։ Հաճախ ասում են մեր տարիների հետ կապված 45-ից հետո ողնաշարը ցավում է։ Գիտեք ինչու, որովհետև ողնաշարին օգնելու համար պետք է անպայման մկանային համակարգը լավ լինի։ Իսկ եթե այդ ձեր մկանները դուք չեք սնուցում, դուք ֆիզկուլտուրաներ չեք անում, պար չեք անում, պարի պետք է գնալ, պետք է անպայման քայլել, անպայման սպորտ կոմպլեքսներ հաճախել, որպեսզի շարժումների ակտիվությունից ձեր մկանները չքչանան, չէ որ 40-ից 45-ից հետո մկանները ավելի օրգանիզմում պակասում են, ավելի իրենց ամրությունը կորցնում են, դրա համար հետևեք ձեր մկաններին,
օգտագործենք այն, ինչ որ անհրաժեշտ է, ինչ որ օգտակար է մեզ սիրելիներս, եղեք առողջ։